Չինաստանը կդադարեցնի ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ պատասխան մաքսատուրքերը անցյալ շաբաթ երկու առաջնորդների հանդիպումից հետո, ներառյալ գյուղատնտեսական ապրանքների վրա մաքսատուրքերի վերացումը, սակայն սոյայի ներմուծման վրա դեռևս կգործի 13% մաքսատուրք, այս մասին հաղորդում է Reuters-ը։ Պետական խորհրդի մաքսատուրքային հանձնաժողովը հայտարարել է, որ նոյեմբերի 10-ից կվերացնի ԱՄՆ-ից որոշակի գյուղատնտեսական ապրանքների վրա սահմանված մինչև 15% մաքսատուրքերը, պահպանելով նախագահ Դոնալդ Թրամփի ազատագրման օրվա մաքսատուրքերին ի պատասխան սահմանված 10% մաքսատուրքերը։ Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակը բարելավվում է, այս մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, ելույթ ունենալով Մոսկվայում կայացած ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների 13-րդ նիստում։ Շոյգուն նշել է, որ 3+3 հարթակի խորհրդատվական ու տարածաշրջանային խմբի աշխատանքի վերսկսումը կարևոր է խաղաղության գործընթացի առաջխաղացման համար։ Ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում իրավիճակը բարելավվում է, միևնույն ժամանակ մենք կարծում ենք, որ խաղաղության գործընթացը պետք է ունենա առաջին հերթին տարածաշրջանային չափումներ։ Այս համատեքստում կարևոր է վերսկսել 3+3 հարթակի խորհրդատվական ու տարածաշրջանային խմբի աշխատանքը, նշել է նա։ Շոյգուն ընդգծել է, որ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը կարևոր է, որի վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։ ԱՄՆ-ն ՄԱԿ-ին առաջարկում է վերացնել Ահմեդ Ալ-Շարայի դեմ պատժամիջոցները նրա Վաշինգտոն այցից առաջ։ ԱՄՆ-ն պատրաստել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծը Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարայի դեմ պատժամիջոցները վերացնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Բանաձևի նախագիծը նաև կվերացնի Սիրիայի ներքին գործերի նախարար Աննաս Խաթաբի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Դեռևս պարզ չէ, թե երբ այն կարող է քվեարկության դրվել։ Բանաձևն ընդունվելու համար անհրաժեշտ է առնվազն 9 կողմ ձայն և Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կամ Մեծ Բրիտանիայի կողմից վետո չդնելը։ Հիշեցնենք, որ Ահմեդ Ալ-Շարը նոյեմբերի 10-ին Սպիտակ տանը կհանդիպի Թրամփի հետ։ Եթե Նիգերիայի կառավարությունը շարունակի թույլ տալ քրիստոնյաների սպանությունները, Միացյալ Նահանգները անմիջապես կդադարեցնի Նիգերիային ցուցաբերվող ողջ օգնությունը ու կարող է միջոցներ ձեռնարկել այդ սարսափելի վայրագությունները կատարող իսլամական ահաբեկիչներին վերացնելու համար, ասել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը։ Ավելի վաղ Թրամփը մեղադրել էր Նիգերիայի կառավարությանը քրիստոնյաներին չպաշտպանելու մեջ ու սպառնացել էր ռազմական ուժ կիրառել իսլամիստների դեմ։ Իսկ դուք, սիրելի հետևորդներ, եթե ուզում եք իմանալ ինչ է կատարվում աշխարհում, ապա մնացեք Օրագիր Նյուզի հետ։